Բարև ձեզ, այսօրվա վիդեոս օգտակար կլինի հիմնականում են մարդկանց, ովքեր պատրաստվում են վաճառել իրենց տունը, բնակարանը ու այլ բան գնել կամ ուղղակի վաճառում են։ Ուրեմն ես էլ էի փորձում բնակարանը վաճառել, ինչ որ այլ բան գնել ու իրոք չգիտեի, ընդհանրապես տեղյակ չէի այս ոլորտում ինչա կատարվում։ Ուրեմն այս ոլորտում կան շատ լավ գործակալություններ, բրոկերներ, բայց նաև կան մարդիկ, որոնք մեր չիմանալը չարաշահում են։ Ուրեմն ինչա լինում, հենց դնում ես տան վաճառքի հայտարարությունը, նախ հեռախոսդ սկսում է չանջատվել, դու չես իմանում, որ մեկին պատասխանես, որին չէ։ Ահա որ վիճակ է լինում, են սկզբի երկուսը ասում են զբաղվենք, ասում ես զբաղվի ու հեռախոսդ էլ վсё չի անջատվում։ Ես որ տեսա հեռախոսս չի անջատվում, իմ հայտարարության տակ լիստայում նշեցի, որ գործակալների հետ չեմ համագործակցում, բայց դա ոչ մի դեր չի խաղում։ Զանգում են, նույնիսկ չեն էլ ասում, որ գործակալություն են։ Ասում է տունդ ուզող կա, կարամ բերեմ, այսինչ գնով այսքան նախդ փող ունի, իրար հետ ենք, արդեն գալիս ենք։ Ասում եմ չեմ համագործակցում, գրած է, ասում է, հա քեզ ինչ տարբերություն, քո փողը կտա, կառնի, նախդառնողը արդեն հավանել է, այն տիպի են ներկայացնում, նույնիսկ էլ տունն էլ կարիք չկա նայելու, գնում են ձևակերպելու։ Դե դու էլ որպես վաճառող շահագրգռվում ես, ասում ես, լավ, ինչ տարբերություն, եթե արդեն գալիս է, ճամփին է, առնում է, թող կառնի։ Ես է ծախում եմ, գինն էլ ասում է քեզ ոնց հարմար է, բան, ասում ես լավ արի։ Ասում ես լավ արի, էլ ոչ մեկ չի գալի։ Դա իրենք իրենց համար, այս ռուսերեն ասում են չորնի ռիելտոր, այս խաբեբաները դրանով իրենց համար հիմք են ստեղծում, որ դու թույլատրել ես իրան քո տունը վաճառել, քաշում են նկարները լիստայումից, սախ տեղերով աֆիշի ռվծի պես դնում են այդ տան հայտարարությունը, Facebook, Instagram, TikTok ու սկսում են իրենց ուզած գներով, իրենց ուզած ձևերով վաճառել։ Մարդիկ զանգում են, եթե հանկարծ ասում ես ջնջի, ջղայնանում է, քո տունը վաճառված չի, նրան ասում է վաճառված է։ Ինչ ուզում անում են։ Քեզ սկսում են մարդիկ զանգել, այսինքն ինձ տիրոջը, ասում են քո տունը քեզնից էժան դրել են, բա ոնց են դրել։ Ինձ զանգել է, կին է հարցրել, ասել է հենց հիմա ճանապարհին է գալիս, հենց այս պահին ինչքան բան գինը իջել եմ, այդ գնով դրել է։ Ասենք ոչ մի ազդեցության միջոց, որ գին փոխեն, ջնջեն, քո վաճառքներին չվնասեն, չկա։ Ես այս ամեն ինչի մասին չգիտեի։ Ու հələ որ ասում ես ջնջի, ասում է, բա դու ինձ թույլ ես տվել, ես քո տան վաճառքով զբաղվեմ, ասում ես ոնց եմ թույլ տվել էլի, ասում է, բա չզանգեցի, ասիր զբաղվի, բայց ինքը չի ասել զբաղվեմ, նկարդ քաշեմ, տեղադրեմ սոցցանցում, զանգել է, ասել է մարդ կա, սկի չի էլ ասում ինքը ռիելտորա շատ վաղ, ասում է մարդ կա, քո տունը առնում է, բերեմ հիմա, ոնց որ ընկերը ուզում է տուն առնի, այդ մարդը օգնում է, ասենց բերի ծախի։ Դա ինքը հիմք է ընդունում, որ դա տունը վաճառելու քո կողմից իրան տրված թույլտվությունն ու բացի այդ անօրինական հեղինակային նկարները տարածում է սախ տեղերով, որ քո տունը վաճառի քեզնից էժան։ Իմ հետ էլ տենց արեցին, փորձում ես, ասես մի արա, մի դիր ջնջի բան, ոչ մի բանը չի ազդում։ Նոր արդեն հիմա սովորել եմ, զանգում են, ասում են գնորդ ունենք, ասում եմ թող գնորդը զանգի, ասում եմ բա մենք գործակալություն ենք, ասում եմ չեմ համագործակցում, մի զանգեք, ոչ մի բան, ես չեմ ծախում գործակալությունների միջոցով։ Իհարկե շատ լավերը կան դրանց մեջ, որ նորմալ օրենքի դաշտում աշխատում են, բայց նաև կան այդ իմ ասած չորնի ռիելտորները, որոնցից ուղղակի պետքա զգույշ լինել ու ուշադիր։ Կարան ձեր մի հատ ասած բառը, որ լավ, եթե հենց հիմա գնորդի հետ ես արի, դա օգտագործեն թույլտվություն ձեր տան նկարների հետ, վաճառքի հետ կապված, ինչ ուզեն անեն, ինչ ուզեն։ Զգույշ եղեք, ուշադիր եղեք ու սենց պրոբլեմների մեջ մի ընկեք,
ոնց որ ես հիմա փորձում եմ նենց անեմ այդ սաղ տեղադրված բաները անօրինական, որոնց համաձայնություն չեմ տվել, ջնջեն, տեսնենք կստացվի թե չէ, որտեվ այդ աֆիշիրվեց անելն էլ ավելի է վատացնում վաճառքը, մարդիկ տեսնում են, ասում են, եթե այսքան տեղ գցած է ու չի վաճառվել, ուրեմն լավ չի, պլյուս գները, ոնց ուզում, դուք մարդ եք, ասենք կարող է այսօր տունը ծախում եք 100,000-ով, վաղը որոշեք դնեք 120, ընդեղ արդեն 100-ով կա, այսինքն գնորդը տենում է, ինձ զանգում էին, գինը փոխվելուց հետո էլ ինչի անդեղ այդքան, քո մոտ այդքան, մի խոսքով։ Ես ոչինչ չեմ ասում, որ աշխատեք գործակալությունների հետ կամ մի աշխատեք, ուղղակի իմ փորձն եմ պատմում, իմ հետ ոնց է եղել, շատերը սովորական, նորմալ, բարեխիղճ մարդիկ են ու չգիտեն, որ սենց պահեր կա, բառախաղեր, մանիպուլյացիաներ օգտագործելով մարդկանց ինչ-որ թուրիմացությունների առաջ են կանգնացնում։ Հիմա իմ տունը ավելի էժան դրած է, դա այդ գինը չի, այդ մարդկանց ես չեմ թողել ոչ մի բան անեն իմ տան հետ կապված, գովազդ, տեղադրեն բան, ուղղակի մարդը ասել է այս անգամ, հետս մարդ կա տունդ ուզում է, ասենք, բերեմ, ասել եմ բեր, դա հələ հիմք չի, որ ինչ գնով ուզի, ոնց ուզի, վաճառի, ինչ ուզի անի, զգույշ եղեք ու որ զանգում են, ամեն բառը ուշադիր հաշվարկեք, նոր պատասխանեք, հետո դա օգտագործում են իրանց ձևերով, այսքանը բաժանորդագրվեք YouTube-ի Արման Մանասարյան ալիքին և լայքեր դրեք։